Lord, ye Lord, for ye Lord, please, amen. Իրոք հոգին ինձ վրա է, որովհետև օծեց ինձ, ուղարկեց ինձ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկյալներին, ազատություն տալու գերիալներին, մխիթարելու սքավորներին և տեսողություն տալու շնորհելու քույրերին և հռչակելու իրոջ ընդունելու տարի։ Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի ուխտավորներ, եկած զանազան վայրերից, սիրելի ժողովուրդ Մասյացորդի թեմին։ Այս մարգարեական խոսքերով, այս պահին, այս սուրբ խորանի վրա կանգնած, հիշում եմ այն տագնապալի օրերը ամիսներ առաջ, երբ ամենայն հայոց հայրապետի կնորինությամբ ուղարկվեցի այս թեմ։ Տագնապալի օրեր, որի սկիզբը անցկացրեցի հենց այստեղ, մեր սիրելի Վանահոր Հայր Շահանի ընկերակցությամբ։ Անցկացրեցի այստեղ զգալու մեր հավատի հոր Գրիգոր Լուսավորչի մեծությունը, նրա սրբությունը, նրա այն առաքելությունը, որը գրեթե հավասար էր հրաշքից։ Եկա իջնելու վիրապ, զգալու վիրապի խորությունը և տառապանքի մեծությունն ու խորությունը, դաժանությունը։ Իհարկե, մենք չենք կարող դա զգալ։ Զգալու համար պետք է ապրել, պետք է կրել այդ մեծությունների, այդ սուրբերի հագած կոշիկները։ Բայց եկա նաև հայցելու մեր հավատի հոր Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունն ու օգնականությունը իրականացնելու իմ տկար ուսերի վրա դրված առաքելությունը։ Այսօր արդեն որպես օծված եպիսկոպոս դարձյալ ուզեցի ուխտի պատարագով իմ առաքելությունը այստեղից սկսել։ Ես հասկանում եմ, որ այս վայրը սուրբ է։ Ես ընկալում եմ, որ մենք ոչ միայն պետք է այս վայրին մոտենանք մեր կոշիկները հանած, այլ նաև մեր հոգու կարծությունը, մեր մեղքերի բրդությունը, մեր ներքին հակասությունները հեռու մեզանից խոթաբաց։ Չգիտեմ, որքանով ենք մենք կարողանում դա անել։ Գրիգոր Լուսավորիչը Քրիստոսի առաքյալը չէ։ Դրա համար էլ մենք նրան գրեթե առաքյալ չենք ասում, այլ ասում ենք լուսավորիչ, որովհետև նա այս հողի, այս հայրենիքի, այս միջավայրի, հայկի մեր ժառանգություն թողած այս աստվածային տարածքի զավակն և հենց որդին է, որ լուսավորում է այս աշխարհը, առաքված չէ։ Մենք երբ տաճար ենք օծում, 16 քար ենք դնում հիմքերին, որոնցից 12-ը խորհրդանշում են առաքյալներին,
այդ թվում երկու ավետարանչի, երկու մյուս ավետարանիչների, Պողոս Առաքյալի և Գրիգոր Լուսավորյանի։ Ուրեմն մեր հավատի հայրը այս հաղանգի մեջ է գտնել։ Եվ ինչու է այդպես, որովհետև լավագույնս խոստովանել է Քրիստոսին, լավագույնս վկայել է Քրիստոսի իր կյանքով և իր գործով։ Եվ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է դա արել։ Մարգարեն և խոսում է իր օծված լինելու մասին և իր առաքելության մասին, որ պիտի բերեր ճշմարտությունը չճանաչողների աչքերի բացման, այսինքն լուսավորությանը, մեղքերով գերիների ուրեմն ազատագրմանը, կարիքավորներին բարի լուրը տալուն, հոգով վիրավորներին, հիվանդներին ամոքում, մխիթարություն, բժշկություն տալուն, սգավորներին մխիթարություն բերելուն և հռչակելու, որ Տիրոջ տարին է այլևս, նա ասում է և հետ այդու մենք կամ այդ ազգը կկոչվի արդարության ազգ։ Այսինքն այդ առաքելության նպատակակետը հեռանկարը արդարությունն է։ Ապա ասում է կվերականգնվեն նրանց ավերակները, նրանց ավերված շեներն ու քաղաքները։ Եվ ապա նշում է, որ ամոթը կվերածվի արժանապատվության, անարգանքը կվերածվի ցնծության և սգորերը կվերածվեն տոնակատարության։ Սա հնարավոր է, երբ մենք հարվում ենք օծյալին, Մեսիային, որովհետև սա մեսիական մարգարեություն է, որ Հիսուս իր հայրենի քաղաքում, Նազարեթում կվերագրի իրեն, ասելով, որ այսօր այս ամենը ինչ որ լցվեցին ձեր ականջների մեջ կատարվեց։ Իսկ ինչպես կատարվեց Մեսիայի առաքելությունը։ Աստված այնքան է սիրում մեզ, որ ոչ միայն այդ սիրո արդյունքում ծնվեց այս առաջագործությունը, մարդկությունը, այս ամբողջ հրաշքը բնությամբ և միջավայրով, այլ նաև այդ սերը արտահայտվեց իր խոնարհումով և աշխարհ եկավ, և եկավ դառնալու մեզանից մեկը, որպեսզի կարողանա մեզ փրկի մեր մեղքի անդիմային վիճակից, մեր խորտակյալ բնությունը վերցրեց, դարձրեց սեփականություն, որպեսզի մեզ կարողանա վերև բարձրացնի դեպի Աստված, դեպի երկիր։ Հիսուս ապրեց մեր կյանքի ոչ միայն ուրախ պահերը, այլ նաև ապրեց մեր կյանքի դաժան պահերը, տխուր պահերը, այն ինչով, որ աչքի են գնում մեր կյանքը, խաչի իրականությունը, ամփոփումն է, մեր մարդկային կյանքի դժբախտության, մեր մարդկային կյանքի թշվառության, ես նաև կասեի մեր մարդկային կյանքի անարդարության և բռնության և մյուս կողմից Աստծո սիրո խոնարհության ներկայացումը։ Խաչի վրա իրար հանդիպեցին մեղքն ու սրբությունը, մարդկության մեղքը և Աստծո սրբությունը, բայց խաչի վրա տեղի ունեցավ հաղթանակ։ Սրբությունը հաղթեց մեղքին, խոնարհությունն ու սերը հաղթեցին անարդարությանը, ատելությանը, բռնությանը, այն ամենին, ինչ որ մեր մարդկյանքում առկա է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս խաչելության օրը թվում է, թե ձախողեց իր առաքելությունը, բայց Հովհաննես ավետարանիչը հստակ կերպով նշում է, որ խաչելությունը ձախողում չէ, հենց խաչի մեջ է Քրիստոսի փառքը և հաղթանակը, որ հետո Կիրակի օրը բացահայտ կդառնա իր հրաշափառ հարությամբ։ Հիսուս
խաչի վրա միայն չհնազանդվեց մինչև մահ, նկատի ունենալով մեր մարդկային ֆիզիկական մահ։ Հիսուս ապրեց նաև մեր հոգևոր մահ, որովհետև մենք միայն ֆիզիկապես չէ որ մեռնում, մենք մեռնում ենք նաև հոգեպես, ֆիզիկական մահ այն է, երբ հոգին բաժանվում է մարմնից, հոգևոր մահը այն է, երբ մարդու հոգին բաժանվում է Աստծուց։ Հիսուս չէր կարող չմտնել մեր կյանքին նաև այդ դաժան իրականությունը, որպեսզի մեզ կարողանար փրկել նաև այդ խորխորատից։ Այն, որ մենք ասում ենք իջավ դժոխք, քիչ առաջ էլ հավատամքի մեջ ասացինք, նկատի ունենալով նաև Պետրոս առաքյալի նամակը, այո, իջավ քարոզելու մեռյալ հոգիներին, բայց կա նաև մեկ ուրիշ խոր իրականություն։ Հիսուս իջավ մեր մարդկային դժոխք։ Իջավ, որովհետև մենք մեր կյանքում հաճախ Աստծո բացակայ ենք դարձնում մեր կյանքից, ապրում ենք միայնության, լքվածության պայմաններում։ Հիսուս իջավ այդ խորխորատը, որպեսզի մեզ նաև այդ տեղից փրկի։ Եվ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կրկնեց մեր Տիրոջ այս քայլը։ Իջավ վիրավ, իջավ հանդիպելու ոչ միայն մարդկային կյանքի ողբերգությանը անհատապես նկատի ունենալով, այլ նաև մեր ժողովրդի ողբերգությանը։ Իջավ վիրապում դեմ առ դեմ տեսնելու այն ամբողջ չարիքն ու չարիքի երախը, որ կանգնած է մարդու առաջ։ Իջավ մթության մեջ, իջավ մահվան խորխորատը, օձերի և կարիճների տեսքով պայմանավորված։ Բայց ինչպես Քրիստոս հաղթեց չարիք, իսկ հաղթեց ինչպես, այսքան ասում ենք հաղթանա, հաղթեց սիրով, հաղթեց այնպիսի մի սիրով, որը չկարողացավ իրեն հասած բաժինը այդ դաժանությունը վերածել ատելության։ Գեթսեմանի պարտեզում, երբ Հիսուս ասում էր հոգիս տխուր է մահու աստիճան, նա ապրում էր այդ հարձակումը, չարի ամբողջ հարձակումը, հարվածները, հարցակում, որպեսզի կտրի ճշմարտությունից, դեպի Աստված գնացող ճանապարհից և սիրուց։ Հիսուսի սերը ատելության չվերածվեց, անգամ խաչի վրա ներում խնդրեց իր դահիճների համար։ Լուսավորիչը նույնպես, երբ խորխորատից դուրս եկավ, այդ 13-ամյա կամ 14-ամյա և կարևոր չի ինչքան, այն դաժանությունը, որ կատարվել էր իր հետ, խաչելության տեսքով և կտտում էին, կտանքների էին ենթարկվում, և խորխորատը գցելով այդ դժոխքը իջեցնելու, երբ որ վերև բարձրացավ, Գրիգոր Լուսավորիչը չարացած չէր։ Եվ Գրիգոր Լուսավորչի այս սերը, Աստծուն այս հավատարմությունը լուսավորեց մի ամբողջ ազգի, պայմանավորեց մեր ժողովրդի պատմական ընթացքը, ժամադրեց մեզ Աստծո հետ այստեղից սկսած, քաղաքակրթության մի նոր մակարդակի բերեց մեզ և ի վերջո հավիտենական կյանքի մեր ճանապարհը հաղթեց։ Քիչ առաջ, երբ ընթերցում էր առաքելական թուղթը, կարդացինք, որ առաքյալը ավետարանը, ներողություն, ավետարանն էր ընթերցում և Պետրոս առաքյալը Հիսուսին գնում է ասում է. «Տեր, մենք ամեն ինչ թողեցինք և եկանք քո ետևից, ինչ ենք ստանալու դրա դիմաց»։ Եվ Հիսուս պատասխանում է. «Նա ով կթողնի ամեն ինչ, թվարկելով թե ինչ, ապա
չարժանանալ երկրի արքայության, բայց Գրիգոր Լուսավորիչը մեզ համար միայն երկրի արքայություն տղները չէ, որ բացել է։ Գրիգոր Լուսավորիչը մեր ազգի լուսավորության, փրկության, հզորացման, վեր կանգնելու, առնելու ճանապարհն է գծել։ Գրիգոր Լուսավորիչը ընտրություն է կատարել ճշմարտության և հարմարվողականության միջև։ Գրիգոր Լուսավորիչը ընտրություն է կատարել խավարի և լույսի միջև։ Գրիգոր Լուսավորիչը ընտրություն է կատարել Աստծո և մարդու կողմից պատրաստած ուրքերի միջև։ Եվ այդ ընտրությունը իրեն արժեցել է վիրապ, տառապանք, իջել է տեսնելու, ծանոթանալու մեր մարդկային ամբողջ թշվառությանը, բայց երբ դուրս է եկել, միայն երկնքի արքայությունը չէ, որ ժառանգել է, այլ սկսել է լուսավորել ամբողջ ժողովուրդը։ Եվ այսօր, երբ մենք այստեղ հավաքված ենք, սիրելի ուխտավորներ, որոշներս եկել են հրաշք փնտրելու, որոշներս եկել են սուտի բարեփոխությանը դիմելու, որոշներս եկել են այստեղ պատարագին մասնակցելու, տեսնելու ի վերջո, տոնելու, բայց մի բան շատ հստակ է։ Մենք Գրիգոր Լուսավորիչի ուսերուն ենք, մեր հավատի հայրն է։ Հետևապես մենք ևս կանգնած ենք ընտրության առաջ։ Այսօր առավել քան երբեք կանգնած ենք ընտրության առաջ, ընտրելու լույսը, որովհետև լույսը երբեք խավարի կողմից չի նվաճվում, նույնիսկ եթե վիրապի խավար է։ Մենք ևս ընտրության առաջ ենք կանգնած, ընտրելու ճիշտը, ճշմարտությունը, որովհետև սուտը մեր կյանքը չի կարող երջանիկ։ Մենք ևս ընտրության առաջ ենք կանգնած, ընտրելու գիտության լույսը, հավատի լույսը, սիրո լույսը և ի վերջո ապրելու, կառուցելու արդար հասարակություն, ինչպես մարգարեական քվի մեջ կարդացին։ Արդար հասարակություն, որի վրա կհառնի այս հոգևոր, նաև ինչու չէ ֆիզիկական ավերակներից մեր հայրենիքը։ Եվ մեր սգի օրերը կվերածվեն տոնակատարության, և մեր ամոթը կվերածվի արժանապատվության, և մենք ունենանք ցնծություն, սիրո, պատասխանատվության, հավատարմության։ Այսքան շատ է խոսում հավատարմությունից, հավատարմությունից, այո, Գրիգոր Լուսավորիչը հավատարիմ եղավ այն Աստծուն, որի առջև ծնրադրել է, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քաջ հասկանում էր, որ դա իր նախահոր հայրի Աստվածն է, ճշմարիտ Աստված։ Բայց Գրիգոր Լուսավորիչը իր այդ հավատքը արտահայտեց հավատարմությամբ, որը գալիս է սիրուց, ովքեր հավատարիմ չեն, նրանք նաև չեն սիրում։ Հավատքը, հավատարմությունը, վստահությունը, բովանդակությունը ստանում սիրով, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս սիրեց իր յուրայինների իսպար մինչև վերջ և խաչի վրա է գոչեց ամենայն ինչ կատարյալ է, այսինքն այն ինչ պետք է դրել ավարտված է այլևս, տրված է ամբողջը, մարդկային և աստվածային ամբողջ ռեսուրսը դրված է մարդու փրկության համար, մեզ համար։ Եվ այդ ճիճը, նաև այդ հաղթանակի ճիճն է, սիրո հաղթանակի ճիճը, սեր մահվան պես զոր, ինչպես ասում է երգերգոցը, այս մեր Տիրոջ, մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքի միջից սեր մահից է լսող։ Եվ այսօր սիրելի հոգևոր հայրեր, սիրելի ուխտավորներ, մենք կանգնած ենք այդ ճանապարհը։ Բայց այդ ճանապարհը հատկապես օծում ունեցողների համար այդքան հեշտ չէ։ Չկա հարություն առանց խաչելիության։ Չկա փառք
աստաղապանքի և չկա հաղթանակ առանց խաչի ճանապարհի։ Ուրեմն մենք կոչված ենք այս ճանապարհը վկայելու, կարիքավորներին բարի լուրը տանելու, կույրերին լուսավորելու, սրտով բեկվածներին բժշկելու, ամոքելու, սգավորներին մխիթարելու և մեր կյանքով, մեր ծառայությամբ, մեր սիրով, մեր հավատալիությամբ վկայելու, որ Տիրոջ ընդունելի կա։ Մեր առջև է մեր ապագա չարիքը, չարը, իր ամբողջ երախով, ինչպես միշտ նորություն չէ, հարձակվել է առաջին քրիստոնյա ազգի զավակների վրա, փորձում է հոշոտել մեր հայրենիքը, որ որպես ժառանգ է թողնված մեզ մեր հայրենից, փորձում է մեզ կտրել մեր Աստծուց, մեր արժեքներից, մեր հոգևոր կյանքից։ Մենք հաղթանակած մեր նախնիների սերունդներն ենք։ Ուրեմն սրտանց աղոթենք, կարողանանք իջնել մեր վիրապը ներսի, նախ մաքրենք ամբողջը, բոլոր տեսակի կապանքներից, ազատագրվենք և ինչպես մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելնելով վիրապից լուսավորեց մեր Հայաստան աշխարհը, այնպես էլ մենք դուրս գալով մեր վիրապի միջից փորձենք լուսավորել, նախ լուսավորվել, ապա լուսավորել ամեն մեկս մեր շրջապատը։ Սա է մեր ուղղի նպատակը։ Ուրեմն Աստված թող մեզ շնորհի ուժ, կարողություն, շնորհ, այժմ և միշտ և ամենյանս ամեն։